ամեն դեպքում ես գտնում եմ, որ Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա կազմակերպված սադրանք է եղել, ավելին քաղաքականացնում են, նշում են, որ Գևորգ Գևորգյանն է կազմակերպել, ում եւս ձերբակալել են այս օրը։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր էլի առիթ ունեցել եմ, հայտարարել եմ, երեխաները ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն, երեխաների ընտանիքի անդամները որևէ կուսակցության անդամ չեն։ Դա հայտարարում եմ որպես փաստաբան եւ հայտարարում եմ որպես այդ ընտանիքի մոտիկ մարդ, որտեղ հենց իմ տղաս սովորում է այդ երեխաների հետ։ Արդեն 10 տարի մենք սովորում ենք այդ երեխաների, այսինքն երեխեքը մեծացել են իմ աչքիս առաջ։ Գևորգ Գևորգյանը ընդհանրապես բոլորս զարմացանք, դեռ ավելին ասեմ, երբ որ Գևորգ Գևորգյանին ձերբակալել էին, մենք շատ զարմացանք եւ քննչականում, երբ որ երեխեք ջան, այս են ձեր կասկածանքի որոշման մեջ, որ գրած է Գևորգ Գևորգյան, ինքն ասեցին, վայ բարև ձեզ Գևորգ ձայձա։ Շատ զարմացան երեխեքը, ընդհանրապես որևէ կապ, որևէ առնչություն Գևորգ Գևորգյանի հետ երբևէ չեն ունեցել։ Երեխեքը որևէ մի կուսակցության, որևէ մի պատգամավորի, պաշտոնատար անձի ընդդիմության ներկայացուցիչի հետ ընդհանրապես կապ չունեն։ Միայն մեկ բան կարող եմ ասել, երեխաները անգամ կարող եք հետաքրքրվել, յուրաքանչյուր շաբաթ գնում են պատարագի, կիրակի օրերը շատ հավատավոր երեխեք են։ Եթե դուք նկատել եք անգամ կադրերում, աղոթագրքերը երեխաների ձեռքում են եղել, առգրավել էին աղոթագիրքը, ընդ որում երեխեքը կարող եք հետաքրքրվել տեսել, ՁՊՎ-ում հարցրել եմ ինչ եք ուզում, ասել են մեր աղոթագրքերը բերեք։ Աղոթագիրք են կեսօր տարել երեխեքին։ Յուրաքանչյուր կիրակի նրանք մասնակցում են պատարագի, կամ Սուրբաննայում, կամ Զորավոր եկեղեցիում։ Ի վերջո այդ սադրանքը արդյոք անվտանգության աշխատակիցների մեղքով տեղի չունեցավ, որովհետև նրանք նախ ուշացած մտան ու փորձում էին այդ մարդկանց մեջ ճանապարհ բացել, հրել, այն դեպքում, երբ որ մարդիկ կանգնած աղոթում էին պատարագի։ Եկեք ես այսպես ասեմ, ես այս պահին գործի իրավական կողմին շատ չեմ ուզում անդրադառնալ, նախ ասեմ ինչի։ Եվ հայտարարեմ նաև, որ երեխաներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ եւ հույս ունեմ, որ մեղադրանք չի առաջադրվելու, հույս ունեմ ամեն դեպքում։ Երեխաները ընդամենը ունեն կասկածյալի կարգավիճակ։ Թե սադրանք էր եւ ով սադրեց այդ ամենը, ամեն դեպքում դրա մասին կարծում եմ հույս ունենամ, էլի կրկնեմ, որ խոսելու առիթ չունենամ, բայց եթե այդպես լինի, ուրեմն վաղը ես այդ մասին արդեն հայտարարությամբ հանդես կգամ։ Տեսեք, կադրերից երևում է, որ տղաներից մեկը անունը կհիշեցնեք, Միքայել եւ Դավիթ։ Դավիթն է երևույթին, ձեռքով փորձում է ինչ-որ գործողություն է իրականացնում։ Կարող եք դա դետալային ներկայացնել, ինչ գործողություն է, որն է եղել դրա նպատակը, ինքը նախաքննական մարմնում հայտնել է։ Ուրեմն, քանի որ Դավիթը դեռևս հարցաքննվել է, բայց հրաժարվել է ցուցմունքներ տալու։ Դավիթը ոչ թե հրաժարվել է իր գործողությունների վերաբերյալ, ոչ թե հարվածելու, ինչպես որ փորձում են ներկայացնել, հարվածելու փորձ կատարելու մասին, այլ ընդհանրապես իր գործողությունների մասին, որտեղ ասում է, որ ես ուզում եմ իմ տեղս կանգնեմ, դեռևս դրա մասին ցուցմունք չի տվել։ Երեխան ցուցմունք չի տվել զուտ այն հանգամանքից ելնելով, ես ձեզ ասում եմ, եւ որպես ծնող, եւ որպես փաստաբան, նա դեռ չի էլ գիտակցում իր հետ, անկեղծ չի գիտակցում իր հետ ինչ է կատարվում։ Մենք չուզեցանք ավելի հոգեբանական ճնշման երեխուն ենթարկենք եւ ասենք ցուցմունք տուր մի հատ մեկնաբանի, անգամ ես, որ 3-4 անգամ արդեն առանձին տեսակցություն եմ ունեցել երեխու հետ, աշխատում եմ այդ դեպքի մանրամասների հետ չխոսեմ, որտեղ էմոցիոնալ ֆոնը շատ լարված է։ Եղբայրը ինչ էր անում այդ բանին, որ երկու եղբայրներին են։ Եղբայրը հետևը կանգնած աղոթում էր, երբ որ տեսավ, որ մյուս եղբայրը ինչ որ լարված էմոցիոնալ վիճակում է, ասում էր Դավիթ հետ արի։ Ընդամենը դա։ Տեսեք, դուք այդ գործողությունը արվել է երկրի վարչապետի նկատմամբ եւ ակնհայտ երևում է տեսանյութերից։ Դուք որպես իրավաբանությունից գիտակ մարդիկ, ոնց եք մտածում, ինչ պետք է անեն իրավապահները, նախաքննական մարմինը ինչ պետք է անի, որ հետագայի համար, զերծ պահի հանրությանը նման գործողություններ իրականացնելուց, եթե դա իհարկե հանցագործություն։ Ես դա չեմ համարում հանցագործություն, դա հարցի մեկ այլ կողմն է, բայց թույլ տվեք ձեր այս հարցի մեկնաբանությունը չտամ, որտեղ այս հարցի մեկնաբանությունը եթե տամ որպես իրավաբան եւ որպես քաղաքացի, չեմ ուզենա, որ դա ասոցացվի երեխաների հետ։ Ընդամենը դա, որտեղ ցանկացած իմ խոսք, ես արդեն տեսա, իմ նախորդ
ինտերվյուից հետո տեսա նաև թե ինչ մեկնաբանություններ են եղել, ինչպես նաև ներկայացնում են, որ անգամ փաստաբանները մանիպուլացնում են ժողովրդին, որ երեխաները դպրոցական են։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցը գոնե ամենապարզունակ 29 դպրոցում, որ այդ ամենապարզունակ հարցը կարելի է մանիպուլացնել։ Դուք պատկերացնում եք, եթե ես հիմա իմ դիրքորոշումը հայտնեմ դրա մասին, ինչ կկատարվի։ Դրա համար ուղղակի ես ձեզ խնդրում եմ, այս պահին ես զերծ մնամ իրավական գնահատականներից եւ դիրքորոշումից որպես փաստաբան, այլ ընդամենը մենք ներկայացնենք, ես ինչի շատ կուզենամ, որպեսզի դուք զրուցեք, իմ հետևում հիմա կանգնած են մեր երեխեքի, մեր դպրոցի ծնողները, ովքեր երեկմանից ինչ տեսել են այս ամենը, ընդհանրապես 1 րոպե երևի դադար մեզ չեն տվել։ Իրենք երեկմանից են այստեղ եղել, այսօր էլ երբ որ իմացան, որ ես արդեն հարցազրույց եմ տվել, իրենք են խնդրել, որպեսզի իրենք նույնպես իրենց կարծիքը հայտնեն։ Երեխաներին այսօր հասարակության մի զանգված փորձեց ներկայացնել որպես չգիտեմ, էլ հանցագործներ, էլ ներողություն եմ ընտանիքից խնդրում, էլ անդաստիրակներ, ծնողներ ունենք, ովքեր որ դրսում են անգամ հեռուստակապով են ուզում, չգիտեմ, ոնց է, այդպես են ուզում իրենց կարծիքը հայտնեն, երեխեքն էլ, չգիտեմ, շատ են։ Եթե այդ բոլոր ծնողները գային, հավատացեք, որ երբ ես փողոցը չէր բավականացնի։